Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Արարատի մարզի Մղջան գյուղի Քրիստաբոր Ալավերդյանի անվան դպրոցում տեղի ունեցած դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ, 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, 1 անձի վերաբերյալ կա ձերբակալման որոշում, այս մասին հայտնում են քննչական կոմիտեից։ Ավելի վաղ ԶԼՄ-ներում լուրեր էին տարածվել, որ օրեր առաջ դպրոցում տեղի է ունեցել սարսափելի միջադեպ։ Ըստ տեղեկությունների բարձր դասարանների մի քանի տղաներ դպրոցի զուգարանում կապկպել են 4-րդ դասարանի 2 աշակերտի եւ ստիպողաբար թմրանյութ տվել։ Հրապարակ օրաթերթը գրում է. Վճռաբեկ դատարանի քրեական պալատում դատավորի 1 թափուր տեղ կա, պետք է լինի 6 հոգի, այժմ 5 են։ Նախագահ Համլետ Ասատրյանը, Լիլիթ Թադևոսյանը, Սերժիկ Ավետիսյանը, Հայկ Գրիգորյանը եւ Արթուր Պողոսյանը ԲԴԽ-ն պատրաստվում է դիմել ԱԺ թեկնածու առաջարկելով, տեղեկացան, որ 3 թեկնածու կա։ Առաջինը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանն է, նախկին դատախազ Կարեն Բատիկյանի կինը, երկրորդը Երևանի դատավոր Նելի Բաղդասարյանն է, քննել է գողականների գործը։ Երրորդ թեկնածուն իշխանության սրտի դատավոր ԲԴԽ անդամ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանելյանն է։ Հրապարակ օրաթերթը գրում է. 3 առավոտից լուր տարածվեց, թե հրաժարական է տվել նոր-նորքի սկանդալային թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը, ազատման դիմումը գրել է դեռ երկուշաբթի օրը, բայց չեն ստորագրել, քանի որ քաղաքապետն այս օրերին գտնվում է Լոնդոնում։ Սակայն օրվա ընթացքում Տեր-Մարգարյանը հերքեց, իսկ Հանրապետություն կուսակցության մեր աղբյուրը վստահեցրեց, որ նա ազատման դիմում չի գրել, սակայն չբացառեց առաջիկա օրերին գուցե հեռանա։ Թերևս այդ նպատակով մի քանի օր առաջ իր տեղակալ տեղապահ է նշանակել Հանրապետության անդամ Արամ Սևոյանին։ Հրապարակ օրաթերթը գրում է. քաղաքական շրջանակներում սկսել են խոսել, որ Բագրատ Սրբազանը կրկին ակտիվանում է եւ վերսկսելու է 1 տարի առաջ մեկնարկած ու կիսատ մնացած փողոցային պայքարը, անգամ հստակորեն է նշվում մայիսի 28։ Փորձեցինք Սրբազանին մերձ շրջանակից ճշտել լուրը, սակայն մեզ վստահեցին, որ չունեն նման տեղեկություն։ Սրբազան շարժման ժամանակ ձևավորված խոսնակների խորհրդի ներկայացուցիչը մեզ փոխանցեց, որ վերջին անգամ հավաք արել են անցած տարվա կեսերին։ Հրապարակ օրաթերթը գրում է. փետրվարի 5-ին հակակոռուպցիոն կոմիտեն 7 անձ ձերբակալեց կաշառքի եւ կոռուպցիոն հանցագործությունների մեղադրանքով։ Երկուսը քաղաքապետարանի գործող պաշտոնյաներ են, երկուսը նախկին պաշտոնյաներ, որոնցից մեկը Ռոբերտ Դարփինյանը ժամանակին քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչությունն է ղեկավարել։ Նա այժմ կալանավորված է, սակայն պարզվում է, որ մեկ այլ գործով քրեական հետապնդում է իրականացում նաեւ նրա որդու Հենրիկ Դարփինյանի նկատմամբ։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Էջմիածնի արդեն նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի ընտանիքի շուրջ նոր զարգացումները անխուսափելի են։ Ժողովուրդ օրաթերթին հասած լուրերի համաձայն աղմկարույց սպանության գործի վերաբերյալ իրավապահները խիստ կասկածներ ունեն Դիանա Գասպարյանի ամուսնու հետ կապված։ Ավելին, իրավապահ համակարգը այնպես է տրամադրված նախկին քաղաքապետի ամուսնու դեմ, որ չի բացառում անգամ նրան ձերբակալեն։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. օրաթերթի տեղեկություններով առաջիկայում սպասվում է ոչ միայն իշխանական թիմի քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներսում կադրային վերադասավորումներ, այլև կառավարության կազմի փոփոխություն։ Նույն աղբյուրների փոխանցմամբ Նիկոլ Փաշինյանը կայացրել է որոշում էական թարմացումներ կատարել բոլոր գերատեսչություններում։ Ըստ շրջանառվող տեղեկությունների կառավարությունը ենթակա մարմիններում վերջին շաբաթներին նկատվում է գելլարված մթնոլորտ։ Տարբեր կառույցներում իրականացվում են հսկայածավալ ստուգումներ, պահանջում են բազմաթիվ փաստաթղթեր, ներառյալ անցած տարիների հաշվետվություններն ու պաշտոնական գրագրությունները։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. ապրիլի 3-ին կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն ուղիղ ազդակներ տվեց ներքին գործերի նախարարությանը, որ առաջիկայում վարորդների եւ վարորդական վկայականներ ձեռք բերողների կյանքը հեշտ չի լինելու, ավելին նաեւ թանկ է լինելու։ Բանն այն է, որ կառավարության հիշյալ նիստում Փաշինյանը նախ ծաղրեց մեքենա վարելը, ասելով դնում ես դեի վրա ու գազ ես տալու, ինչքան գնացիր, ապա հիշեց վարորդական վկայական ստանալու իր օրինակը, երբ հայտնի լրագրող էր 300 մետրի վրա բերին տվին, ասին գնա ստեղից, հնարավորինս շուտ ստեղից գնա, չունես մեր հետ, հայտարարել է նա։ Հաջորդիվ ասած մեր վարորդական իրավունքները համատարած կեղծ են։ Այս վրդովված ելույթը ենթադրում է, որ ինչ-որ բան ամեն դեպքում լինելու է եւ եղավ նոր օրենք, սակայն վերջինիս նպատակը ոչ թե բարելավումն է, այլ կրկին պետական բյուջեն լցնելը։
Ժողովուրդ օրաթերթը գրում է. օրաթերթի լավատեղակ աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը ԿՊ վարչության վերջին նիստին հայտարարել է, թե այն հարցերի, աղմկարույց պատմությունների վերաբերյալ, որոնց անդադար անդրադառնում է ընդդիմությունը, որոնց առնչությամբ բացատրություն է պահանջում, պետք է լուծում տրվի, ասելիք հավաքվի։ Իսկ այդ հարցերից մեկը Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի ամուսնու եւ Սկեսրայրի գազալցականում տեղի ունեցած պատմությունն էր։ Մյուսը նոր վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի կողմից դաժանաբար ծեծված ակտիվիստ Արթուր Չախոյանի հարցը։ Դիանա Գասպարյանին ԿՊ վարչության վերջին նիստի ժամանակ հասկացվել է, որ պետք է հրաժարական տա, իսկ Տեր-Մարգարյանի հետ կապված հարցը հասցվել է Հանրապետություն կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանին։ Երեկ Գասպարյանն արդեն հայտարարեց, որ հրաժարական կներկայացնի, իսկ Տեր-Մարգարյանի թիմն արդեն որոշում ունի, պետք է հրաժարական տա նոր Նորքի թաղապետը, ով էլ արդեն համաձայնել է։